ուզում ենք այս մաքուր Python-ի վերջանալը եզրափակենք մի հատ ինչ-որ պրոյեկտով, այդ պրոյեկտը լինի թիմային, ինչի թիմային, նախ որ միասին աշխատել սովորեք, ինչը շատ կարևոր հմտություն է, կարող ունեք այդ հմտություն, բայց հենց ծրագրավորման կոնտեքստում էլի։ Երկրորդն էլ, որ հանդիպեք լիքը գլխացավերի, որոնց որ չէիք հանդիպելու, եթե մենակով աշխատեիք։ Օրինակի համար ու պետքա ոնց որ նորմալ Git-հով, կոնդայով ամեն ինչով լինի։ Երբ որ մենակով եք աշխատում, կարաք կոդը ոնց ուզեք գրեք, երբ ուզեք, որտեղ ուզեք ավելացնեք, ինչ գրադարան ասեք, ներմուծեք բանման, բայց երբ որ թիմով եք, արդեն պետքա սինխրոնիզացված լինեք ու շատը թիմային պրոյեկտի միտքը դա է։ Ու ինչպես նաև թիմային նրա համար, որ կարողանաք ավելի տենց մեծոտ ամբիցիոզ բաներ անեք, ու բան կանենք։ Պրոյեկտների հետ կապված ես մի քանի տարբերակ կգրեմ, կարաք այդ տարբերակներից ինչ որ մեկը վերցնեք։ Բայց ցանկալի է, որ տենց դուք ձեր մտքում պահած ունենաք ինչ-որ տարբերակ ու կարաք օրինակ, եթե կուզեք առաջարկեք այդ տարբերակը, ես ինչ-որ feedback տամ, ասեմ, օ կարաք այս սրա տեղ էս անեք կամ նաև էս անեք, բայց նաև կարաք ուղղակի ձեր խոդով ձեր համար ինչ ուզում եք վերցնեք, անեք ու տենց կարևորը ինչ-որ մի բան անելն է, էլի կարճ ասած։ Ու հա, բան կանենք։ Ես այսօր այս նամակը չաթում երևի pin կանեմ, որ ասում էի պրոյեկտ բանել, որ ծնգա բոլորի մոտ։ Վերջնական ովքեր բութեր դրեցին, ուրբաթ օրը արդեն հաջորդ դասին ավելի ճիշտ, արդեն կմտնենք պատահական թիմերի բաշխումը կանենք, կամ պատրաստի թիմերը դա արդեն իրենցով թիմ կլինեն ու կսկսեք արդեն դրա վրա աշխատել։ Ես այսօր ինչ որ տնային չեմ տալու, ոչ էլ հաջորդ դասին եմ տնային տալու, որ ուղղակի պրոյեկտի վրա աշխատեք։ Ժողովուրդ, ինչ ենք արել OOP-ից, առաջ դասին ընդհանուր կլասներին ծանոթացանք, երկրորդ դասին սկսեցինք այն 4 հիմնական գաղափարները ուսումնասիրել, տեսանք պոլիմորֆիզմը, երբ որ ինչ որ մագիա մեթոդներ սովորեցինք, հրաշագործ մեթոդներ, ու տեսանք ոնց ենք անում, որ ինչ որ ֆունկցիան պահի իրան տարբեր ձևերով, կախված նրանից, թե ինչ տեսակ օբյեկտների վրա է աշխատացվում, ինչպես նաև ուսումնասիրեցինք ժառանգականության գաղափարը, որտեղ ասում ենք, որ եթե ինչ որ սահմանված է, թե կենթանին ինչ բան է, կամ սահմանված է շունը ինչ բան է, մենք էլ հիմա մի հատ ինչ որ թազա բան լաբրադոր ենք վերցրել, էլ չբռնենք շան հետ կապված ամեն ինչ մեջը գրենք, ուղղակի ասենք ինքը շուն է, այս առանձնահատկություններով։ Շատ ավելի խելոք մոտեցումով գանք, ու ունենք եւս երկու գաղափար ծածկելու հիմա, մեկը էնկապսուլյացիան է, մյուսը աբստրակցիան։ Էնկապսուլյացիայից սկսենք, աբստրակցիան կարող է մնա հաջորդ դասին, հələ տեսնենք։ Էնկապսուլյացիան կարանք ուրիշ ձև հասկանանք որպես տենց Python-ի մեջի քեզ ինչն է։ Որ տենց ինչ-որ բան են հարցնում, ասում են քեզ ինչ։ Այդ էնկապսուլյացիան է։ Ոնց է գալիս անունը, այս ոնց որ կապսուլը խմած կլինեք, ոնց էլ չլինի, ըստեղ հենց միանգամից իր պարունակությունը փակված է ինչ որ մի ձևով, կապսուլացված է, encapsulate հարված։ Ու մենք էլ գործ չենք ունենում, թե մեջը ինչ նյութ է, ինչքան է որ նյութից, որտեղ ոնց է հասնում մինչև ստամոք, որ ստամոքսում մշակվի։ Այդ ամեն ինչը արդեն բան է լինում։ Մեր գործը չի լինում։ Մենք գիտենք, ասում են, այս կապսուլը վերցրու, գցի բերանը։ Ջուրը բանարը կիչացնի։ Մնացած սաղ գործը արվում է ներսից։ Մնաց արանքի ֆունդամենտալ process-ները մեզ ինչ։ Մեր գործը չի։ Մեզ փոկած է այդ մեր մոտից դա։ Հիմա կտեսնենք ոնց կարանք մենք էլ տենց տարանջատումներ մտցնենք, կսովորենք public, protected ու private փոփոխականների տեսակները, կսովորենք property decorator-ը ոնց կարա սիրունացնի աշխատել getter, setter, deleter կոչվող մեթոդների հետ ու նաև կտեսնենք, որ ոնց որ Python-ում մի քիչ տենց անեկդոտային է, հումորային է, էլի էնկապսուլյացիան, հեսա կտեսնենք ինչ կարգի абսուրդ բաներ կան։ Այստեղ էլ մի հատ աղյուսակ է գրել մեր սիրելի GPT-ն, որ կարաք բան անեք։ Հետո ավելի դանդաղ կարդաք համատություններ լեզուների մեջ։ Ու հա, անցնենք դասի։ Այդքանենք մի հատ կլաս ունենք, անունը auto, ու ինքը ընդունում է մոդել, այդ auto-ի տերը ու ինչ որ secret։ Հիմա ուզենթարում ենք, որ մոդելը դե բոլորն էլ կարան իմանան, այս
ավտոյի տերը ով է մի քիչ ավելի նուրբ ինֆորմացիա է, իսկ այս սեկրետը դե ինքը թաքուն է։ Մենք կարող ենք տենց տարանջատումներ մտցնենք, ասելով որ այս մի հատ փոփոխականը public է, այսինքն ով ուզի թող օգտվի, ոչ մի խնդիր։ Մի հատ ուրիշ փոփոխական protected է, այսինքն գաղտնի չի, բայց նաև ինչ որ դրսի աշկերի համարել չի շատ, ու private, որ ասենք չէ, այս թաքուն է, այս ոչ մեկի չասես։ Ոնց է դա կազմակերպվում Python-ում։ Public փոփոխականները ուղղակի գրվում է իրենց անունը կարճ ու վերջ։ Protected-ը այդ լինելու է այն արանքի բանը public-ի ու private-ի։ Protected-ները այն բաներն են, որոնք որ նախատեսված են մենակ ներքին օգտագործման համար։ Այսինքն այս ավտո կլասի մեջ որ գործ անելու լինենք, կամ այդ ավտոյի ժառանգ կլասերի, իրանք թող գործ ունենան owner-ի հետ, բայց այդ դրանից դուրս իմացեք որ charge-ի օգտագործում, սա ներքին օգտագործման համար է։ Մոդելը թող բոլորը տեսնեն, բայց owner-ը ներքին է։ Ու secret-ն էլ, բան, private փոփոխականն էլ ուղղակի սկսում ենք երկու հատակի գծիկով փոփոխականի անունը։ Ու միտքը նա որ պետքա ոչ մեկ չկարանա կպնի իրան դրսից, բայց հեսա կտեսնենք իրականում դա ոնց է արվում, ուստեղ ուղղակի հերթով տպում եմ կլասի ներսում բոլոր արժեքները։ Այս իմի վերածը ոնց որ public-ը ոչ մի բան, protected-ը մի հատակի գծիկ, private-ը երկու հատակի գծիկ։ Հիմա եթե ասեմ Ժիգուլին ավտո, աշխատացինք տպեց բոլոր արժեքները, 06, անունը ու բանը, secret-ը։ Կարանք բռնենք առանձին մոդելը տպենք, մոդելի արժեքը փոխենք, ամեն ինչ սովորական աշխատում է։ Հիմա կամաց գալիս ենք անեկդոտներին։ Ասում ենք այս բանը protected-ը հիմնա օգտագործվում է ներքին օգտագործման համար, այսինքն դրսից իրեն չպետքա կարողանանք բանանենք, բայց նույն կերպ ուղղակի եթե այստեղ այս Ժիգուլի այս գրեմ Ժիգուլի կետ տակի գծիկ owner հանգիստ սովորական ամեն ինչի պես աշխատում է։ Այսինքն Python-ի տեսանկյունից ոչ էլ տարբերություն է տրվում ինքը protected-ա թե public։ Միակ բանն է, որ այդ օգտագործողը պետքա նայի տեսնի տակի գծիկով է ու զգուշությամբ վարվի, ասի սա երևի պետքա գործ չանեմ ես, սա ներքին օգտագործման բանն է։ Ոնց որ Python-ը փիլիսոփայություն է օգտագործում, որ բոլորս էլ հասուն մարդիկ ենք, էլի։ Գրածա տակի գծիկով ասկշում, իմացի, որ զգուշ պետք է նես։ Երկու տակի գծիկով ասկշում, իմացի, որ քո գործը չի, աշկերտ փակի չնայես։ Բայց ոնց որ ուղղակի պայմանավորություն է, էլի։ Սենց ասած Python-ում էնկապսուլյացիան աշխատում է ուղղակի ջենտլմենների միջև պայմանավորվածության շնորհիվ։ Սենց ասած։ Ոնց որ մեկը ասել է, ով որ չպահի ստանդարտները փիղ է, ու վсё, դրանից հետո ով Python-ը քաշում, չի ուզում փիղ լինի, ստիպված պահում է։ Իրոք ոնց որ այդ մակարդակի վրա է, էլի, չեմ չափազանցնում։ Հեսա այս private փոփոխականը որ տեսնենք հետո ինչա կատարվում, էլ ավելի շատ կզգացվի։ Այս երկու տակի գծիկով է։ Երկու տակի գծիկովը դա ամենաթաքուն բանն է, private փոփոխականն է։ Այստեղ հեսա գայս ենք այդ name mangling-ի գաղափարին։ Դե հիմա փորձեմ գրեմ, ասեմ Ժիգուլի երկու տակի գծիկ տեսնեմ տալիս է թե չէ։ Օպ, նայեք, ասում է ավտոն չունի երկու տակի գծիկ secret attribute։ Ոնց որ թե իսկականից օքեյ եղավ, լավ է։ Բայց եթե նայենք ավտոն ինչեր ունի, տեսնենք որ ունի տակի գծիկ ավտո, հետո երկու հատ տակի գծիկ secret։ Ու հիմա եթե գամ ուղակի այս տակի գծիկ secret-ի փոխարեն հավելեմ իրան այս տակի գծիկ ավտոն, էլի սովորական աշխատեց, թողեց փոխեմ, թողեց ինչ ուզում եմ անեմ։ Իր արածը ինչ էր, ինքը այդ անունը մի քիչ դզես փչեց։ Անգլերենով mangle, mangle արեց անունը, name mangling։ Բայց վсё, էտա։ Այսինքն ասում ենք գաղտնի է ինչ որ փոփոխական, ուղղակի նշանակում է հիմա պետքա մի հատ գրել տակի գծիկ կլասի անուն, հետո փոփոխականը, ու վсё, ամեն ինչ կաշխատի։ Դու ասում հումորային է մի տեսակ էնկապսուլյացիան Python-ում, այ խոսքը սրա մասին է, էլի։ Ուրիշ լեզուներում խիստ ոնց որ չես կարանա վերցնես, էլի, սա լավ էլի, էս ինչա։ Այս անունը գոնե մի քիչ ծռմռելու լավ է նա, որ պատահական չենք կարանա կպնենք բանին, private փոփոխականի, այսինքն եթե private ենք օգտագործում, այդ լրիվ գիտակից որոշում է լինելու, որովհետև պետքա այսքան պատմությունը գրենք։ Բայց դե ոնց որ
դրանից ավելի խորը չի գնում, էլի այս պահին։ Հարցեր։ Հմ? Ես կարող եմ քիչ արագոտ գնացի, ու ինձ թվում է այս տեմպով լավ էլ կհասցնենք, եթե հասկանալի էր ամեն ինչ, բայց մի հատ ֆիքսենք, որ հասկանալի էր ամեն ինչ։ Okay։ Հա, սրանով ուղղակի տեսանք փոփոխականների տեսակները, բայց հələ դեռ այդ կապսուլայի գաղափարին չենք հասել, էլի, այս բանին էլի ուղիղ վերցնում ենք փոփոխականները, այսինքն ուղիղ դեղն ենք վերցնում մեջից, էլի, ոչ թե այդ կապսուլան ենք վերցնում, որ խմենք։ Եկեք հələ գանք դրան հասնենք։ Ռասխալ։ Եկեք պատկերացնենք sense մի հատ այս կլասում մի հատ բան ունենք, մեթոդ ունենք info, որը ասում է self-get model, հետո տպում է բանը։ Տան այդ բանի տիրոջ անունը մեծատար սարքած։ Այսինքն այստեղ capitalize է անում, մեծատար է դարձնում։ Հիմա ինչ կլինի, եթե օրինակ ես ուզեմ բռնեմ այս տիրոջ անունը փոխարենը գրեմ օրինակ 1 թիվը։ Այսինքն ասեմ առաջին տերն ավտոյի։ Ահա։ Ասում է int object has no attribute capitalize։ Որտեվ հա, capitalize-ից քան մեծատար դարձնել, մենակ string-ը կարելի։ Այն որ մենք մարդուն թողեցինք ինքը գա ուղիղ կպնի մեր փոփոխականին ու փոխի, բռնեց ջարդեց մեր կոդը այդ մարդը։ Ոնց կարանք ասենք, քո գործը չի, տակի գծիկ owner փոփոխականը ինչ է։ Ուզում ես արժեքը ստանաս, դիմի ինձ, ես քեզ արժեքը կտամ։ Դու ուղիղ մի փորձի կպնես։ Ուզում ես owner-ին փոխես սեփականատիրոջը, մի բռնի ջնջի owner-ում գրածը փոխի։ Ասա ինձ, որ ուզում ես owner-ին փոխես, ասա թե դեպի ինչ թազարարժեք ես ուզում իրան տաս, ես հարցերը կլուծեմ։ Ինձ չռես տվել, կփորձեմ string սարքեմ, կամ կասեմ չէ սխալ ես տվել։ Նորմալ string ես տվել, ես արժեքը կտեղադրեմ։ Դու գործ չունես։ Ես փոփոխականների հետ գործը կանեմ։ Նույնը նաև ոնց որ արժեք ստանալ, արժեք տեղադրել ու արժեք ջնջել օրինակ։ Մի բռնի տակի գծիկ secret-ը օրինակ ջնջի։ Ուզում ես ջնջես, ինձ ասա, ուզում եմ ջնջեմ, ես արդեն իմ կողմից ինչ հասնում է կանեմ, կարող ուզում եմ իրան ինչ որտեղ save անեմ, նոր ջնջեմ։ Քո գործը չի։ Դու ինձ ուղղակի ասա ինչ ես ուզում անես, ես կանեմ։ Այդ գաղափարախոսությամբ գայսենք getter, setter, deleter-ներին, որոնք որ հատուկ մեթոդներ են, որոնք որ նենց են անում, որ մարդը ծրագրավորողը կլասի փոփոխականի հետ համագործակցի միջնորդով։ Ուղիղ չկպնի։ Կանչի մի հատ մեթոդի, որը որ արդեն գործը կանի իր։ Այդ ոնց է արվում։ Ասում ենք օրինակ get owner, այստեղ ուղղակի ստանդարտ է, էլի գրել get տակի գծիկ, կարայի նաև գրեի ուղղակի խնդրում եմ ստացիր owner-ի արժեք։ Այդ էլ կլիներ մեթոդի նորմալ անուն։ Օրինակ ասենք որ get owner-ը վերադարձնում է self-get տակի գծիկ owner։ Ըստ էության ոնց որ ուղղակի արժեքն է տալիս ու վերջ։ Արժեք տեղադրելը կարանք օրինակ հետարքիր վարվենք, ասենք set owner-ը, որ ընդունում է ինչ-որ value։ Ստուգի օրինակ ասի, եթե string-ը արժեքը տեղադրի։ Եթե string չի, օրինակ բան անի, վերադարձնի value error։ Կամ օրինակ կարար, եթե string չի, string դարձներ արժեքը նոր տեղադրեր։ Այսինքն արդեն որ միջնորդ ենք մտցնում, ասում ենք դու արժեքը տու մենք գործը կանենք։ Լիքը ճկունություն ենք ստանում։ Ինչ ուզենք կարանք անենք արդեն, էլի։ Ու deleter-ն ասելու ենք del owner, ու օրինակ ասենք բան, տպենք որ ջնջում ենք, հետո նոր ջնջենք։ Ու այս որ կա, արդեն կարանք հանգիստ աշխատենք։ Հիմա արժեքը ստանալու համար, նեղություն, եթե ուզում եմ արժեքը ստանամ, կասեմ get owner։ Կգա արժեքը կտա։ Արժեքը ուզում եմ տեղադրեմ 1 օրինակ, կասի value error, անունը տուր, ոչ թե թիվ։ Հա իհարկե հələ դեռ միջև հիմա կարամ ասեմ զուտ ժիգուլի get տակի գծիկ owner հավասարա 1 ու ամեն ինչ ջարդեմ։ Բայց հիմա որ այս ինտերֆեյսը սենց ասած, այս միջնորդը տրամադրված է, արդեն ծրագրողները իրանցից կօգտվեն ու կունենանք շատ ավելի ապահով, ստաբիլ կոդ։ Հարցեր։
Okay. Սա շատ լավ է, շատ գեղեցիկ է, շատ ուրախալի է, բայց դե ինչն է ավելի հաճելի։ Բռնել գրել Ժիգուլի.set owner արժեք տալ, թե ուղղակի գրել Ժիգուլի.set owner հավասար է A օրինակ։ Միանշանակ սա շատ հաճելի գրելաձև էր, չէ՞, որ միանգամից ուղիղ փոփոխականի անունով էին գործանում։ Բայց հիմա ոնց որ եթե մեթոդներ ենք սարքել, արդեն այդ մեթոդներին պետքա կանչենք։ Մեթոդներին արժեք փոխանցենք։ Արդեն եկանք այս թազա գրելաձևին, էլի։ Հիմա կարա հարց առաջանա. Python ջան, բա ոնց կարանք այդ երկու R-ը մի տեղ ունենանք, որ համ ուղիղ փոփոխականով գրենք, համ էլ ինքը տակից աշխատացնի այդ մեր մեթոդները, getter, setter, deleter-ները, ոչ թե ուղիղ փոփոխականին կպնի։ Այդտեղ արդեն գալիս է property անունով դեկորատորը, որը մեր կյանքը շատ հեշտացնում է։ Property նշանակում է սեփականություն։ Հա, եկեք տեսնենք ոնց է դա արվում։ Էլի ունենք մեր սովորական այս մեր մեթոդը, այս ինիցիալիզացիան, այս մեր info-ն թողակի վերադարձնի բան, ասենք self-get։ Մի խոսքով stop, ամեն ինչ վերադարձնի։ Լավ է, ինչ որ այո, այս info-ն իրականում էլ մեզ շատ պետք չի։ Լավ։ Հիմա եթե ուզում եմ այս owner-ին փոխեմ, կներեք, անջատեմ։ Եթե ուզում եմ այս owner-ի արժեքը ստանամ, այստեղ գրելու եմ էլի def owner self, return self get տակի գծիկ owner, սա նույն պատմությունն է։ Ուղղակի հիմա մի հատ գլխից գրում եմ շնիկ property։ Այսինքն ես դեկորացրեցի այս մեթոդը, ու սա կտեսնենք ինքը ինչ հավելյալ ունակություններ է ձեռք բերում։ Հետո հիմա այս owner-ին ուզում եմ այս owner-ի արժեք ստանալներ, ուզում եմ հիմա owner-ի արժեք տեղադրել անեմ, գալու եմ ստեղ գրեմ շնիկ owner get setter ու ֆունկցիայի անունը, մեթոդի անունը էլի գրեմ def owner։ Առանց այս դեկորատորների ինքը կստացվեր, որ ունենք երկու հատ նույն անունով մեթոդ, այսինքն այս շուտ հանդիպածը ուղղակի կանտեսվի, որովհետև հաջորդը իրան բան override կանի, արժեքը կփոխի։ Բայց sense այս դեկորատորով վարվելով արդեն ամեն ինչ օքեյ է լինում։ Ուստեղ ասում եմ owner ու if is instance այս ստուգումներն եմ անում։ Ջնջելու բանի համար գրում եմ owner get deleter, կրկին մեթոդի անունը owner, ու այսպես կազմակերպում եմ։ Այսպես վարվելով արդեն ես կարող եմ գրեմ Ժիգուլի.get owner, ինքը ինձ վերադարձնի արժեք։ Հիմա եթե ասեմ Ժիգուլի.get owner-ը հավասար է նայքի համար 2, ինքը ինձ վերադարձեց value error։ Այսինքն ինքը բռնեց owner-ը գրե, ահա, եկավ owner.get setter-ը աշխատացրեց, այս 2-ը վերցրեց որպես value, այսքանը աշխատացրեց ու մեզ վերջնական արդյունքը տվեց։ Այսինքն ստացանք իրոք այդ երկու աշխարհներից լավ է, ու նաև կարող եմ ասեմ ստեղ del Ժիգուլի.get owner օրինակ։ Հա, սա մի հատ եկեք փոխենք։ Հա, ստեղ մի հատ նրբություն կա, որը կակրոս հեսա ուսումնասիրենք, ստեղ մոռացել էի տակի գծիկը գրեի։ Restart։ Այս մի խոսքով, property-ն գրելով ես getter-ի գլխից, հետո մնացածին owner get ու setter ու deleter, որ getter արժեք վերցնող, setter տեղադրող ու ջնջող։ Ամեն մեկին ասում ենք, որ դու հենց սրա համար ես։ Այս քո նպատակը սա է, քո նպատակը սա է։ Ու всё, արդեն հանգիստ սիրուն ուղիղ դիմելով աշխատում ենք։ Տեսեք, ջնջելուց էլ ասեց ջնջում եմ։ Եթե գրեի ուղղակի del Ժիգուլի.get բան, ինչեր ունենք, մոդել, ինքը իրան ուղղակի կջնջեր, այսինքն սովորական ջնջելը կաշխատեր, էլի, ոչ թե մեր սահմանված ջնջելը։ Հարցեր, ժողովուրդ, այս ամեն ինչից, ինձ ինչ-որ մի տեսակ անհանգստացնում է, որ հարցեր չունեք։ Հայկ ջան, ես մենակ եմ հասկանում նպատակը, իմաստը էնկապսուլյացիայի որտեղ է պետք գալիս օգտագործել։
շատ ավելի ապահով է ամեն ինչ դարձնում։ Այ հենց ասենք այդ դեղի օրինակն է ինձ դուր գալիս, որ այդ պետքա բան արվի, այդ կապսուլայի մեջ նպատակը այդ կապսուլայի մեջ եղած նյութը ստամոքս հասցնելն է։ Հիմա եթե մարդկանց այդ նյութը տաս ու ասես դե հասցրու ստամոքսդ, հազարը մի ձևով կարան սխալ անեն։ Կարան ասենք, չգիտեմ, ջրով բան անեն, այդքան շատ լավ չգնա կամ ավելի շուտ սկսի օրգանիզմը կլանել, ոչ թե իջնի այն ամենաներքևը, այդտեղ կապսուլան վերածվի այդ ստամոքսի հյութի պատճառով նոր բացվի դեղը, սենց ասած։ Այսինքն նպատակը երկու տեղն էլ արժեք ստանալն է ինչ որ։ Բայց մի դեպքում մենք ասում ենք, մենք նախապատրաստում ենք ծրագիր, որ այդ արժեք ստանալու հարցը սիրուն ձևով ապահով լուծում է, մյուս դեպքում ուղիղ ուղղակի արժեքը դնում ենք։ Ասենք, օրինակ, այս owner-ի արժեք տեղադրելու օրինակը եթե վերհիշենք, մարդուն եթե ասում ենք դե սեփականատիրոջ անունը գրի, կարա սխալ գրի, կարա սխալ փոփոխական օգտագործի, կարա, չգիտեմ, օրինակ խայտառակ երկար string ներմուծի վանման։ Լավ կլիներ մենք այդտեղ որպես միջնորդ մտնենք ու ստուգենք, որ ամեն ինչ ճիշտ կատարվեր իսկականից։ Ստուգվեր օրինակ տվյալների տեսակը։ Տվյալների տեսակը սխալ է, մենք միանգամից error գցենք, ոչ թե թողենք ինքը մեր կոդը ջարդեր, հետո այդ որ ուզենք օգտագործենք, այդ ժամանակ երևար, որ ինչ-որ բան ջարդվել է։ Միտքը դա է, այսինքն ամենամեծ իր դերը բան անելն է, որ ասում ենք մի քիչ հեռու խաղա մեր բաներից, փոփոխականներից, արդյունքում ստանում ենք ավելի անվտանգ չէ, robust բառն եմ ուզում հայերենով գտնեմ, ավելի քիչ սխալներին ավելի քիչ սխալներին ավելի քիչ սխալների ռիսկի տակ գտնվող, երևի տենց ասեմ, կոդ։ Հա, կտրտում է, լավ չի։ Հա, այս հասկանալի էր թե չէ ու հիմա ձնս օքեյ է թե չէ։ Հա, Ղևոն, լսում եմ։ Երևի ասում եք, որ կտրտում է, բայց հիմա կասեք օքեյ է թե չէ։ Բան Հայկ ջան, մի հատ բան ասեմ, այս property-ին զուտ sense գելա ձևը ավելի հեշտացնելու համար, այսինքն այդ owner set-ը այնտեղ արդեն այդ Ժիգուլիով դիմեցիք, այդ Ժիգուլիով ոնց դիմեցիք, մի հատ որ խնդրեմ ցույց կտաք։ Հա, դիմում էլի որ ինքը ջնջում էր կամ ուղղակի ոնց որ ուղղակի սովորական ձևով եմ դիմում, այսինքն Ժիգուլի կետ ու ատրիբուտ մեզ տալիս է այդ ատրիբուտի արժեքը, չէ՞, օրինակ, կամ del Ժիգուլի կետ ատրիբուտի անուն ջնջում է դա։ Հիմա ոնց որ ուղղակի բան է արվում, էլի։ Ու հա, ճիշտ եք նշում, property նպատակը բանն է։ Հիմնական իր նպատակը այնա, որ գրելաձևը գա սիրուն կարճ նորմալ գրելաձևի, որ սրա փոխարեն չմտնեի գրեի Ժիգուլի կետ, ասենք ու մի հատ մեթոդ ունեն այս արկած delete owner, այսա չգրեի, էլի։ Կամ է սրա փոխարեն չասեի Ժիգուլի կետ set owner ու արժեքը իրան տայ։ Եկեն 5 գրելաձևին ազուտ բերում, էլի։ չէ, ուզում եի հասկանալ ոնց է որոշում ջնջի, չէ, որ բանի հիման վրա ուզում ջնջի կամ ավելացնի այդ բանը, էլի։ Հա, այսինքն սրանցից որ մեկը օգտագործի։ Որ մեկը կա։ Հա, հասկացա։ Հա, այդ տեղին հարց է։ Եթե ուղղակի ուզում ենք արժեքը վերցնենք ու տեղադրում չենք կատարում, այսինքն չեմ ասում հավասարա ինչ որ բան։ Ինքը գնում է getter-ին։ Այսինքն գայսա այսա, այս property, որտեղ որ գրած է դա է վերցնում։ Եթե տալիս ենք թազա արժեք, այսինքն գալիս է հավասարա ու ինչ որ մի բան։ Այդ ժամանակ ինքը գալիս է setter-ին։ Ու այդ այն ինչին որ ուզում ենք հավասարացնենք, տալիս է որպես այս մեթոդի մուտք, մեթոդի արգումենտ։ Ու եթե գրում ենք del-ի դեպքում ինքը գալիս է delete-ին։ Հասկացա։ Ահա, մերսի։ Շատ բարի։ Հա, ձեզ մերսի։
Էլի հարցեր ժողովուրդ։ Իրականում համարյա պրծանք, մենակ մի հատ նրբություն կա այս կապսուլյացիայից ասելու։ Ոնց որ մի հատ տեսեք հարց կա, թե չէ։ Ներավ։ Մի հատ նրբություն ժողովուրդ։ Չգիտեմ ինչքանով նկատեցիք, մենք ասում էինք այս owner-ը ինքը protected է, դա համար տակի գծիկ ենք գրում, չէ՞։ Բայց այստեղ այս մնացած ամեն ինչում իրան դարձրեցինք ոնց որ հենց ուղիղ օգտագործելու բան, այսինքն ինքը էլ ներքին օգտագործման համար չէր սենց ասած։ Ոնց որ կարևոր է այստեղ իրարից տարանջատենք այս getter setter deleter-ը ու հենց բուն փոփոխականը։ Բուն փոփոխականը է self-get տակի գծիկ owner-ը։ Ինքը կրկին օգտագործվել է մենակ կլասի ներսում։ Կլասի դրսից եղել է բան, որ օրինակ ուղղակի owner ես գրում, օգտագործում ես։ Ինքը իր ներսում օգտագործել է արդեն այդ պաշտպանված, այդ protected բան։ Դե կարևոր է որ մեթոդների անունները իրար հետ այս երկու բաների անունները իրար հետ չեն բռնել։ Եկեք տեսնենք ինչ տեղի կունենա, եթե բռնեն։ Օրինակ եթե ստեղ ասեմ self-get owner ու ստեղ ուղղակի ասեմ owner, ինչ կլինի։ Մի հատ սա աշխատացնեմ։ Նայեք ինչ ասում, ասում attribute error can't set attribute owner։ Ինչի՞ց է սա լինում։ Մենք ստեղ ունենք property decorator, որը ասում է owner-ին տեղադրի, owner-ը ինչ որ մի բան է, չէ՞։ Ներողություն, owner կանչելուց վերադարձնի այս բան։ Հիմա ժողովուրդ, այսինքն որ սարքել ենք property, արդեն այս Ժիգուլիի համար get owner-ը ինքը ոչ թե գալու է այս կոդին նային, այլ նայելու է արդեն մեր գրած։ Այդ մեր միջնորդով է աշխատելու սենց ասած, էլի։ Մենք հիմա ունենք միջնորդ, որ տալիս է մեզ ինչ որ արժեք։ Բայց դա նշանակում է, որ մենք ենթադրում ենք, որ միջնորդները պետք է ունենան, որ արժեք տեղադրեն։ Օրինակ, ստեղ որ գրած է self-get owner հավասար է owner, ինքը հիմա ասում է, բա որտեղ է գրած owner get setter, որ իրան աշխատացնեն։ Գրած չի, չէ՞ ոչ միտեղ։ Այսինքն նրանով որ սարքեցինք property, արդեն ենթադրեցինք, որ պետքա ամբողջ հավաքածուն սարքենք այդ բաների, էլի մեր ամբողջ հավաքածուն բաների սարքինք, ատրիբուտների։ Եթե այստեղ տակի գծիկներով գրեի, հա, իհարկե, սա օքեյ կլիներ, որտեվ ինքը տակի գծիկ owner-ինն է փորձում արժեք տա, ոչ թե owner-ին։ Հետո եթե ճիշտ ասեի Ժիգուլի get owner հավասար է 3, այս sense owner ոչ թե տակի գծիկ owner, ինքը կբողոքեր, որտեղ մենք հենց չենք սարքել, թե ինքը ոնց պետքա արժեք ընդունի։ Ասած սենա ստեղ որ պետքա ուշադիր լինել այս մեր մեթոդներին getter setter deleter ինչ անունատ է գրած ու ուղղակի բուն ներսում օգտագործվող ատրիբուտներին։ Այսպես դեպքերում եթե մենք ուզում ենք արժեքի ստանալը արվի բանով getter setter deleter-ով, այսրանք արդեն ավտոմատ դառնում են իրենց նպատակը դառնում է դրսից չօգտագործվել, մենակ կլասի ներսում օգտագործվել, դրա համար տեղին կլինի փոփոխականը սկսել տակի գծիկով։ Հարցեր ստեղից ու իրականում արդեն բանից, ամբողջ էնկապսուլյացիայից։ Նյատ լավ մտածեք։ Ահան, Արամ լսում եմ։ Մի հարց է տամ, այս նույն ինկապսուլյացիան հնարավոր է կիրառել նաև կլասի մեթոդների վրա, ոչ թե property-ների, այլ մեթոդները։ Որոշ մեթոդներ չթողենք, որ դրսից հնարավոր լինի իրանց կանչել։ Հետարքիր է։ Ոնց որ այստեղ ոչ թե մենք ասում ենք քեզ հնարավոր չի դրսից կանչել, որտեվ օրինակ այս տակի գծիկ owner-ը որ կա, ես կարամ իրան էլի հանգիստ օգտագործեմ։ Ստեղ ուղղակի ասում ենք, որ գիտես ինչ, պետք չի դու ուղիղ կանչես, մենք միջնորդ ենք սարքել քո համար, այսինքն նույնիսկ այս ատրիբուտների համար մենք չենք հրկվում նրանից, որ
իրանց ուղիղ չկանչեն։ Ուղղակի հարմար ալտերնատիվ են առաջարկում։ Այսինքն երևի եթե որպես կարճ պատասխան Python-ում ոչ մի բանից չենք կարա տենց այս թեմաներով տենց ոչ մի բանում չենք կարա իրոք ասենք հանկարծ չկպնես այս սրան։ Հա, մեթոդները մենք կարանք էլի ոնց որ եթե չենք ուզում իրանց դրսից կանչենք, ու եթե իրանք բան են, սովորական ուղղակի ինչ որ ուրիշ մեթոդ, օրինակ բան, գաղտնի info, self եւ այլն։ Էլի իրանց ընդունված է, որ տակի գծիկով դնենք իրանց անունը, բայց մեկը էլի ոնց որ կարան իրանց դիմեն, էլի հանգիստ։ Ոչ էլ երկու հատ տակի գծիկը կօգնի։ Այսինքն սրանք զուտ ոնց որ այդ community-ի համար ստեղծված փոփոխականների ձևեր են, որ ընդունենք տենց ու վերաբերվենք որպես protected կամ նման ձև այդ փոփոխականներին, բայց իրականում իրանք ոչ մի բանով չեն տարբերվում սովորական property-ներից։ Հա, սովորական public-ներից եկեք տենց Հա, ասեմ։ public, հա։ Protected-ը ընդհանրապես ոչ մի բանով չի տարբերվում, այսինքն ուղղակի տակի գծիկով է փոփոխականը սկսում, հիմա ինչ արած։ Private-ը տարբերվում է նրանով, որ զուտ պետքա գրենք տակի գծիկ կլասի անուն ու նոր արդեն նորմալ աշխատի, այսինքն մի հատ պստիկ փոքր քայլ ավելացրած էլի, այդ ոնց որ բան լինի, չգիտեմ, այն որ տենց ինչ որ կայք եք մտնում, բերում է բան, պետքա 18 տարեկան լինել ու պրոստը կտցնում եք օքեյ ու մտնում եք այդ կայքը, ոնց որ այդ դրա կարգի անվտանգությունը աստեղ արած էլի, ու հա, ռեալ չեն աշխատում, ու այդ ոնց որ ավելի շատ կարելի ասել բանն է, Python-ի ոճային մոտեցումը, որ ասում է դու քո գլխի տերն ես, ես քո նկատմամբ շատ սահմանափակումներ չեմ դնում, ինչ ուզում ես արա, այդ ուրիշ տեղերել ենք նկատել դա։ Ոճի հարցն է Python-ի, էլի։ Ուրիշ լեզուներում այդ տակի գծիկ, երկու տակի գծիկ արդեն իսկականից նշանակություն ունի։ Իսկն իրոք երկու տակի գծիկ որ գրել ենք, դրսից իրեն չենք կպնի։ Python-ի ուղղակի ոնց որ նաև ոնց որ sense բաների համար շատ տարածված կարծիք կա, որ իսկական OOP-ը Python-ով պետք չի սովորել, Python-ի OOP-ն ավելի խաղալիք OOP-է, մի քիչ կոպիտ ասած։ Մեծ է, ոնց որ այդ կտրվածքով է մեր մոտ աշխատում էլի, որ բոլորս մեծ մարդիկ ենք, եկեք իրար վստահենք, եկեք ընդունված ստանդարտները պահենք, բոլորիս լավ կլինի։ Դա է։ Ուղղակի հա PHP-ում նույն ձևի փոփոխականը հայտարարելուց որ protected ես գրում ինքը կամ private ինքը դրսից ոնց որ հասանելի էլ չի լինում, չես կարա իրան կպնես։ Իսկականից Ուզենաս private չես է կարող։ դառնում, հա։ Հա, բայց սա ոնց որ ավելի շատ ոնց որ պայմանավորվածություն լինի, որ տենց գրենք ավելի Հա։ բաներից խուսափելու համար։ Հա, ուղղակի ասում ենք շուտ եմ ասել կպնել չկա այս փոփոխականին։ Всё, էտա։ Դրանից խորը բան չկա։ Շատ դեվելոպերների համար հարմար տարբերակա նմանացրած իրական OOP-ին։ Հա, չգիտեմ ոնց որ ինչքանո մի քիչ երևի նաև ճաշակի հարց է, էլի։ Ասենք ես կուզեի ինձ այսքան վստահություն տային, թե կուզեի Python-ը շատ ավելի խիստ լիներ, օրինակ, նույնը լիքը հարցերի է վերաբերում, օրինակ, որ type int-երով կարանք ասենք x integer հավասարապանիր, Python-ը դրա հետ ոչ մի խնդիր չունի, դե եթե մարդը ասում է այս integer, այս մեր ամբողջ թիվը պանիր է հավասար, մի բան գիտի, էլի, չգիտեմ, խստությունը կարող է լավ լիներ, բայց ունենք այն ինչ ունենք, էլի։ Դե ճկունությունը տալիս է, խստությունը արդեն դու քո գրելաձևով կարաս ստանաս։ Հա, բանա, կոմպրոմիսի հարց է հագին, էլի։ Լավ եղավ, մերսի։ Ահա, ձեզ մերսի։ Էլի հարցեր, ժողովուրդ, այս ամբողջ էնկապսուլյացիայից։ Okay, շատ բարի։ Իմ մոտ հիմնականում շատ է ժամանակ տարել ես էնկապսուլյացիան։ Հույս ունեմ իսկականից նորմալ հասկացել եք։ Լավ, դե անցանք մեր վերջին այն բանին, որը հայերենով միշտ մոռանում եմ անունը, վերջին կոնցեպտին լավ եկեք անունը դնենք, abstraction։ Այս abstraction բառը հավանաբար լիքը լսած կլինեք, ինչ որ abstract արվեստ բան, ինչ որ ուղղակի մի քանի հատ գծիկ կա նկարած կամ ասում են մարդու քթից արյունակ է անում դրել, լավ, մի խոսքով չշեղվեմ։ Ինչա abstraction մեր մոտ մեր գաղափարով նշանակում։ Ասում ենք
արի մի հատ բռնենք ու փորձենք նենց անենք, որ ամբողջ տակից կատարվող բարդ գաղափարները, վերացարկում, հա։ Ես բայց մերսի, բայց ես մեկը abstract-ը կասեմ, ասենք ամբողջ դժվար կոնցեպտներ, տակից տեղի ունեցող process-ներ եւ այլն թաքցնենք user-ից։ Մենք օրինակ որ մտնում ենք, ունենք ես տեղ որ գալիս եմ կտցնում եմ այս run կոճակին, ես 1000 տարի չգիտեմ տակից ինչ է կատարվում, որտեղ է ուղարկվում կոդը, ինչով է աշխատացվում կոդը, արդյունքը որ տալիս է ոնց է դա արտացվում, սաղ չգիտեմ, ես գիտեմ, կոճակ կտ աշխատեց, ուռա։ Այսինքն դժվար process-ները փորձում են դուրս քաշած լինեն, տան ուղղակի սիրուն մի քանի հատ մեթոդներ, ասեն սրանցից օգտվի ամեն ինչ լավ կլինի։ Հա, այդ ոնց որ ընդհանուր առմամբ միտքը որն է, որ ուղղակի ոնց որ սենց կենտրոնանալ թե ոնց է ինչ որ բան արվում, ոչ ինչ կարանք անենք, ոչ թե ամեն ինչը ոնց է տեղի ունենում։ Հա, encapsulate անել այդ complexity-ն ու հեսա կտեսնենք ոնց կարա ինքը օգնի բան անել։ Կոդը շատ ավելի ինչ որ ձևանմուշային գրել ու դրանով ավելի ապահովված կոդ ստանալ։ Հեսա այն ինչ քննարկելու ենք կարող մի քիչ այդքան ուղիղ չնկատվի կապը ոնց է բանի հետ, այդ abstract-այի գաղափարի հետ։ Այս կփորձեմ հասկանալի դարձնել։ Ու եկեք օրինակի վրա գնանք։ Պատկերացնենք ունենք բան, մի հատ file reader file, class, որի նպատակն է լինելու կարդալ ինչ-որ class-ներ։ Հիմա ոնց որ text կարդալ ինչ-որ file-եր։ Text կարդալ, JSON կարդալ, pickle object կարդալ։ Սա տարբեր պատմություններ է, չէ՞։ Այդ դրանք հետո առանձին նորից կսարքենք։ Բայց հիմա որ փորձենք տենց վերացականացնենք ամեն ինչ, ուղղակի ընդհանուր հարց տանք մեզ։ Ինչ պետքա անի class-ը, որ մենք իրան դասենք որպես ֆայլ կարդալու համար class։ Հենց այս ինչն է ֆայլ կարդալու class-ին դարձնում ֆայլ կարդալու class։ Abstract են ամենաներքերի մակարդակով։ Նա ոչ թե ասում ենք 3 հատ խնձոր, 3 հատ տանձ, այլ ասում ենք 3 թիվը իրենց ներկայացնում է տտ, ոնց որ ուզում եմ այտենց մի հատ abstract-ա փորձենք անենք այստեղ։ File reader-ը մինիմալ իր կոնֆիգուրացիայով պետք է ունենա հասցե, պետք է ունենա չափ, այսինքն մի հատ size օրինակ ասենք, self-get size, մի հատ մեթոդ սարքենք, որ չափը կտա։ Դրանից բացի պետք է ունենա այդ ֆայլը կարդալու միջոց, այդ ֆայլում գրելու միջոց, չէ՞։ Հիմա ոնց պետք է սարքենք գրելու միջոցը, շատ իմանանք։ Կախված նրանից, թե ինչ տեսակ ֆայլ կնի, տեքստայինը մի ձև է, JSON-ը մի ձև է կարդացվում։ Բայց մեզ դա չի կարևոր։ Մենք հիմա ուղղակի ուզում ենք էությունը ֆիքսենք file reader-ի։ Ու հիմա այս file reader-ի էությունը որ սենց ֆիքսենք, կարանք փորձենք վարվել նենց, որ ասենք Ժողովուրդ ջան, հիմա ով ուզում է file reader սարքի, խնդրում եմ կսարքեք read մեթոդ ու write մեթոդ։ Դրանք անպայման է։ Առանց դրա դուք չեք կարող համարվեք file reader-ի ժառանգ։ File reader-ի երեխեքը պետք է ունենան read ու write մեթոդներ գրած։ Հիմա այսպես մոտեցումը ոնց որ ուղղակի գրել եմ raise not implemented error, որ եթե ինչ-որ մեկը ասի get read, ինքը error բարձրացնի, ասի որ սա հələ ստեղծած չի։ Սրա փոխարեն կարելի գրել raise value error բան, սա ուղղակի ավելի դիպուկ error-ն է, էլի։ Ու նաև կարելի ոչ մի բան չանել, դա էլ է տարբերակ։ Կարող եք ստե գրեի փասեր։ Այս հələ վատ մոտեցումն է, էլի։ Այս մոտեցումով եթե գանք ու ասենք, օրինակ class text reader file reader, այսինքն ժառանգենք սա։ Ուստեղ սահմանեմ կարդալու համար կոդը, թե ոնց կարդա ինքը։ Մի հատ եկեք արագ ֆայլ սարքեմ։ Ուստեղ եթե ասեմ տն հավասար է text reader a.text, կարամ հետո օրինակ ասեմ t.get size, քսյուն աշխատի, ասի 96 մեգաբայթ էր։ Հիմա եթե ասեմ t.get write, նայեք ինչ պրոբլեմա գալու։ Ասում է not implemented error։ Այս բայց չեղավ, որ մենք ասեցինք
text reader, դու արժանի չես լինել file reader-ի երեխեն, դու չունես write գրած։ Սա եղավ են, որ մենք իրան թողեցինք ինչ ուզում է անի, հետո հենց փորձեց անի ինչ-որ բան, որին պատրաստված չէր, միանգամից եկավ խնդրի հասավ։ Ինչը ավելի լավ է Gorgon-ը այդտեղ error անգնում, քան թե ընդհանրապես ոչ մի բան չլինի։ Բայց ավելի խելքին մոտ կլինի բան անել, էլի։ Եթե հենց ուզում ենք ինքը սփորձի instance սարքի, միանգամից իրան չթողի։ Սենց ասած մենք ոչ թե պետք է ասենք, «Օ, դու ուզում ես լավ մարդ լինես», մարդկանց բան չանես, մարդկանց չխաբես օրինակ։ Այդտենց պնդում եթե ունենց անենք, որ եթե մարդը իմանանք սուտասանա, միանգամից իրան չասենք դու լավ մարդի էակ ես, ոչ թե լավ մարդի էկզեմպլար ես։ Ոչ թե ինքը գա, ասենք դու լավ մարդ ես, լավ մարդու ինչ որ բաներից օգտվի, հետո միտեղ ինչ որ խափի, ասենք հա վայ մի վարքան, քեզ չէր կարելի է ասել, որ դու լավ մարդ ես։ Հենց ոնց կարանք հենց արմատից իրան չթողենք ինքը օգտվի text reader class-ից, եթե չի բավարարել այդ մինիմալ պայմաններին։ Այդ abstract text file reader-ը, որ իրենից ներկայացնում է բան, որը ունի կարդալու ու գրելու մեթոդներ։ Եթե դու էլ չունես, всё, իրավունք չունես գոյություն ունենալու։ Այդա ոնց կարանք կազմակերպենք։ Մի հատ մինչև այդ միտքը հասկացաք, ես ինչ որ մի տեսակ շատ ուխառը խոսացի ոնց որ թե։ Okay։ Հիմա եկեք տեսնենք ոնց կարանք պարտադրենք, որ անպայման պետքա սահմանես SS բաները։ Ահա։ Ստեղ մեզ պետքա ոնց որ այդ մեթոդները դարձնել abstract մեթոդներ։ Մենք ներմուծում ենք համապատասխան գործիքները, որ մեզ պետք կգան ABC անունով գրադարանից։ ABC ինչ է նշանակում abstract base, այսինքն հիմնական class։ Ու տեղից ներմուծելու ենք ABC անունով class-ը ու abstract մեթոդը։ Հիմա եթե ուզում ենք ասենք, որ այս file reader-ը իրենից ներկայացնելու է այդ ձևանմուշը, թե ոնց պետքա իր երեխեքը լինեն, այդ հատկությունները իրան տալու համար ուղղակի իրան ABC-ի ժառանգ ենք սարքում։ Այստեղ այս ABC-ն գրում եմ, որ ինքը ABC-ից ժառանգի։ Հետո այս abstract մեթոդը որ կա, այն մեթոդները, որոնք որ ուզում եմ անպայման երեխեքը սահմանած լինեն, իրանց գլխից գրում եմ decorator abstract մեթոդ։ Տեսանք, որ այստեղ ուղղակի եթե սովորական ասում ենք res not implemented error աշխատացնում ենք, այսինքն այստեղ հանգում ենք նրան, որ հենց ուզենա անի ինչ-որ բան, որը իրան դարձնում է, ասենց ասած, անարժան լինելու այդ կլասի զավակը, այդ վաղ միանգամից խնդրեմը ջրի երեսեր դուրս գալիս, բայց ավելի լավ է ի սկզբանե խնդրեմը չսարքել, ոչ թե թողել սա հանգիստ խախանդ գնա, հետո մի հատ ամեն ինչ գմփա։ Այսինքն մենք մտածում ենք, ոնց կարանք նենց անենք, որ եթե text reader-ը write մեթոդը չի սահմանել, չի նշել ոնց է կարելի այդ ֆայլի մեջ ինչ-որ բան գրել։ Ինքը չհամարվի file reader։ Ոնց կարանք այդ սահմանափակումը դնենք, այդ խիստ պահանջը ներկայացնենք, որ ուզում ես file reader լինես, բարի եղի սարքի համ read, համ write։ Այդտեղ օգնության են հասնում մեր abstract մեթոդները։ ABC անունով կլասի բան, գրադարանից ներմուծում ենք ABC նշանակում է abstract base class-ներ, base-ը ոնց որ հիմնական են, հիմքային, ֆունդամենտալ։ Ներմուծելու ենք ABC class-ը ու abstract մեթոդը, որը որ decorator-ի դեր է տանելու հեսա մեր մոտ։ Այս file reader-ին, որ ուզում ենք ասենք, գիտես ինչ, դու ձևանմուշ ես։ Մնացածը պետքա պահպանեն քո կառուցվածքը։ Այդ դրա համար այս file reader-ին ասում ենք դու ABC-ի ժառանգ ես։ Այսինքն այստեղ նշեցինք սա։ Հետո գալիս ենք ուղղակի այն մեթոդների գլխին, որոնք որ պետքա մնացած բոլորը սահմանեն, գրում ենք abstract մեթոդ։ Ու ներսում ոչ մի չեն գրում, զուտ pass ուղղակի։ Այսինքն վարվելով, եթե ունենք file reader-ը, որը որ մենակ կարդալու ֆունկցիա է մեթոդա գրել, գրելուն չի գրել։ Ուզում ենք իրան օգտագործենք, միանգամից խնդրեմա տալիս։ Ասում է can't instantiate abstract class text reader։ Չեմ կարա text reader-ի
օրինակ սարքեմ, instance սարքեմ, որտեվ որտեվ այս text reader-ը չունի write անով abstract մեթոդը սահմանված։ Չի բավարար է պահանջին այս file reader լինելու, ինքը valid class չի։ Եթե գանք ստեղ ասենք def write self, ու կարանք նույնիսկ ուղղակի ասենք pass, կարևոր չի։ Ուղղակի պետքա սահմանենք իրեն։ Արդեն ամեն ինչ օքեյ է լինում։ Այլ կոդը չի ջարդվում, հանգիստ աշխատում է։ Այն նրա հաշվին, որ այս ձևանմուշի մեջ հստակ նշել ենք։ Նախ ասել ենք, որ սա template է իրենց ներկայացնում, ձևանմուշը ոնց պետքա բոլոր file reader-ները լինեն։ Ու նշել ենք, թե ինչն է պարտադիր անել։ Այս ձև հիմա հետո կարանք ասենք def class JSON reader, ու ինքը էլի լինի file reader, ուստեղ էլ արդեն էլի պետք է անպայման def read ու write սահմանենք, արդեն կլինի ինչ-որ այդ with, open, տտ և այլներով, JSON get load, տուդի սուդի։ Okay, մի հատ է բան ասեմ, պրակտիկ սրա կիրառություն, ովքեր որ ML-ով շարունակեն, կտեսնեն, օրինակ scikit-learn կոչվող բանում, կտեսնեն, որ մի տեսակ ինչ ալգորիթմ ասես, ամենտեղ, եթե ուզում ենք տվյալները տանք, որ սկսի այդ տվյալները հիշել, ամենտեղ գրում են get fit, հետո գուշակություն անելու համար է, հա գրում են get predict, կամ ընդեղ ասենք բան, PyTorch գրադարանում ինչ-որ նեյրոնային ցանցի հետ կապված, էլի տեսնելու եք, որ ինչ-որ պարտադիր մեթոդներ կա, որոնք որ պետքա սահմանել, եթե ուզում ենք օգտվենք այն մնացած բոլոր ծրագրերից, որոնք որ պատրաստած են մեր համար, ուրիշ կլասում գրված։ Այդ սաղ abstract-ի միջոցով է կարողանում բանարվել, կազմակերպվել։ Խիստ նշվում է ինչեր է պետք սահմանվի, ու վсё։ Ուզում ես օգտվես բարիքներից, բարի եղի, պահանջներին բավարարի։ Չես ուզում բավարարես, չենք թողի օգտվես։ Ոչ թե կօգտվես, կասենք չէր կարելի, այլ ի սկզբանե ոչ մի բան չենք թողի քեզ անես։ Տենց բաներ։ Այսա մի քիչ կխոսանք, բայց այսա մեջից հարցեր։ Okay. Մի հատ էլ արագ բան ասեմ, որ այստեղ այս ամեն ինչի մասին, որ խոսում ենք, սա մեթոդներն էր, չէ, read ու write օրինակ։ Իսկ ինչ եթե ուզում ենք ուղղակի մի հատ ինչ-որ փոփոխական, մի հատ ատրիբուտ լինի, որ պարտադիր պետքա լինի, օգտագործվի։ Այսինքն ոչ թե մեթոդների համար լինի, այլ հենց փոփոխականների էլ։ Այստեղ եթե ուշադիր փորձենք ուսումնասիրենք այս abstract մեթոդ կոչվածը, կնկատենք, որ մեջը կա abstract ու մեթոդ բառերը։ Այսինքն մեթոդի համար է все-таки ինքը պարտադիր աշխատում, չենք հուսահատվում, բանս կարանք սենց անենք, որ փոփոխականին դիմելը մեթոդով արվի, սենց ասած։ Հարցեր։ Այո, տարբերակներ։ Ես ուզում եմ ինչ-որ փոփոխականի արժեք ստանամ, բայց ես ոչ թե գրեմ ուղղակի կետ այդ փոփոխական, կամ թեկուզը տենց գրեմ, բայց իմանամ, որ տակից մեթոդ է աշխատում, ոչ թե ուղղակի այդ փոփոխականն է։ Արամ, լսում եմ։ Էլի այդ getter setter մեթոդներ օգտագործենք։ Այո։ Օրինակ, եթե ուզում ենք ամեն մի ֆայլ ունենա ինչ-որ նկարագիր, կգանք ստեղ կասենք, այս template-ը սարքելուց կասենք description self ու ստեղ ուղղակի return եմ գրել, բայց կարելի զուտ pass գրեի, էլի։ Կասենք abstract մեթոդ ու գլխից է property, որ իմանանք սա այս description-ի getter-ն է։ Այս այնց հետո արդեն, եթե սահմանված չկա սա, ասում եմ մի վարքյան description-ը չէ սահմանը, թե ինչ է։ Ոստեղ եթե գանք սահմանենք, այսենց արդեն կաշխատի։ Ստեղ եթե ասենք self description հավասարա, չգիտեմ ինչ որ մեկ օրինակ, այս սրա փոխարեն։ Էլի կփրկվենք, որտեղ ինքը իմացավ description-ը ինչ է։ Այսինքն եթե վերևում սարքել ենք բան,
Եթե վերևում սարքել ենք property decorator, չի նշանակում ներքևում էլ պետք է սարքենք։ Այսինքն մեր խնդիրը լուծեց, չստեղծելով թազա խնդիր, որ պետք է անպայման դեկորատոր սարքենք։ Անպայման property սարքենք։ Ուհա, ոնց որ էս էլ բանից, այսքանն էլ abstraction-ից ինքը մեզ թույլ տվեց ոչ թե ընկնել բոլորի հետևից ստուգել, որ անպայման SS բաները սարքած լինի, այլ ուղղակի այլընտրանք չթողել իրան։ Abstract գաղափարի մասն է, կարող մտածեք այդ ֆունդամենտալ կլասի մակարդակով։ Ինչն է սարքում file reader-ին file reader։ Ինչին պետք է բավարարի ինչ-որ բանը, նվազագույն, մաքսիմալ վերացական մակարդակի վրա։ Ինչն են ամենակարևոր բաները, եկեք սառացնենք, ֆիքսենք, մնացածին ստիպենք արդեն իրանց հետևեն։ Հարցեր ամբողջ abstraction-ից։ Մեկ է ժողովուրդ, որ ասել եք չի լսվում այն բանից, ես անիմաստ պանիկա եղել, չէի ֆիքսել, որ ոնց որ այդքանը մի քանի րոպեում եմ բացատրել, իմ գլխում չգիտեմ խի այդ կտորից սկսածը շատ ավելի երկար էր, այսինքն ամեն ինչ օքեյ էր, էլի ես բան արեցի, պանիկա արեցի։ Ինչպես շատ հաճախ։ Okay, հարցեր ժողովուրդ, այս ամեն ինչից։ Լավ մտածեք։ Իրականում ես նյութը այսքանն էի պատրաստել, իմ գլխում ըստ նախորդ փորձերի ու հիմիկվա գնահատականի շատ ավելի երկար էր սա տևելու։ Եթե իրոքից ամեն ինչ հասկացել եք, շատ լավ եղավ։ Համ ամեն ինչ ծածկեցինք, համ էլ ես գնացքից չեմ ուշանալու այսօր։ Բայց ոնց որ հələ ժամանակ ունեմ պահածել, կարաք հավեսով հարցախեղ տանեք։ Լինեք լավ, լինեք վատ կարալոկ։ Դե լավ, ժողովուրդ, եթե հարց չկա, տնային որպես այդպեսին չկա, ես երևի վաղվա deadline-ով արդեն կֆիքսենք թիմեր ու ամեն ինչը։ Ժողովուրդ, որ ասում եմ ոնց որ թիմերով պրոյեկտ բան, պարզա ոնց որ կարաք հիմա չանեք, կարաք մենակով անեք, կարաք հետո ես իմ երբ անեք։ Լրիվ ազատ դասընթաց է, էլի։ Խորհուրդ տրվողն է, որ 2-3 հոգով լինեք, միասին աշխատեք, Git-ով աշխատեք, վիրտուալ environment-ներով աշխատեք եւ այլն եւ այլն։ Բայց այդ ամեն ինչը խորհուրդ է, ասենց ասած, էլի։ Ուհա, ինչը վաղը կֆիքսենք ինչ պրոյեկտներ է, կֆիքսենք պրոյեկտների մասնակիցներին, ես կարող եմ հենց միանգամից բան անեմ, միանգամից բռնեմ թիմերը պատահական բաժանեմ, կարող է դասի ժամանակ է դրա կոդը գրենք, չգիտեմ, կախված հաջորդ նյութի ծավալից ու երևի իմ ազատ ժամանակից։ Ուհա, ընդհանուր պլանի հետ կապված էլ ինչեր է մեզ մնում անել։ Այս սրանք այսօր X-ի կդառան։ Այս որ գրած է ուրբաթ պլանավորում ենք data classes գաղափարը նայենք, ինչը շատ հավես բան է, երբ որ հենց ինչ որ տվյալներ պահելու համար նախատեսված կլասեր ենք ուզում սարքենք, թողում է լիքը բաներ ավտոմատ անել, ասենք ժամանակ չծախսել init գրելու վրա, wrapper գրելու վրա, equal գրելու համար ու նաև ինչ որ լավ մի խոսքով չսկսեմ միանգամից դրա դասը, ուժեղ բան է կարճ ասած։ Գեներատորը այնա որ բան Այն որ ուզում ենք tuple comprehension գրենք, ասում ենք պետքա գրենք tuple փակագից, որ նոր աշխատի, բայց չենք ասում, թե առանց դրան ինչ է, այդ գեներատորն է, կամ որ ասում ենք range-ը գրելով շատ օպտիմալ է լինում, որովհետև գրենք 1-ից մինչև միլիարդ, մեկը ինքը 3 հատիկ թիվ է պահում հիշողության մեջ մենակ։ Հա, դրանք կնայենք ինչ են, այս իտերատորներն էլ նենց կանենք, որ ոնց կարանք մեր սարքած կլասի վրա ցիկլ ֆրանք Context manager-ն էլ կասենք ոնց կարանք մեր սարքած կլասով ասենք with open կամ with ինչ-որ բան։ Այդ դրանցով արդեն լրիվ կպրծնենք կլասների թեմայից այն ամեն ինչ պլանավորել էի բան անել, ասել։
որ ասում եմ, այս Friday մի քիչ հավանակ հնարավոր է, որ ասեմ ժողովուրդ ուրբաթ դաս չենք անում, փոխարենը հետո կանենք, բայց ըստ հիմիկվա պլանի կարանամ հանգիստ ուրբաթ օրը դաս անեմ ես էլի, տեսնենք։ Ու հա, ու մեկ էլ կարող է այս ուրբաթը պրոյեկտ անենք փոխարենը, էդ էլ շատ վստահ չեմ, մի քիչ մոտս զգացողությունա, որ չափից շատ ենք իրար հետևից լեկցիա անում, արժի մի հատ պրոյեկտ անել, տեսնենք։ Ու հա, ու հետո կլինի մի հատ վերջնական պրոյեկտ, որը դեռ չեմ որոշի ինչ է։ Ու դրանով արդեն մաքուր Python-ը բրծ։ Ինչ որ էլի լիքը բաներ ա մտքովս անցել, որ կարանք հետո անենք, բայց այդ սաղ արդեն լինելու է գրադարաններ թեմայի տակ։ Ու վсё, ես էլ ասելու բան չունեմ, ինձ թվում է։ Տեսեք դուք հարցեր ունեք, թե չէ։ Ինք, 4, 3, 2, 1։ Դրա ժողովուրդ, շատ բարի, կհանդիպենք հավանաբար ուրբաթ, եթե չէ, հավանաբար կիրակի։ Այսինքն շատ հստակ դասընթաց ենք անում։ Դե, ձեզ լավ օրվա ավարտ ու հաջողներ։